Այսօր պետք է անդրադառնանք DOG-ին եւ DOG կուսակցությանը։ Արդեն 2 տարի կլինի, ինչ DOG-ը իրեն պատառոտում է, բղավում, տարբեր տեսակի հարցումներ է տեղադրում իր էջերում, հետո հրապարակում է իբրև ինքը առաջատարն է քաղաքական թիմերի մեջ եւ հայտանարում է, որ 2026 թվականի ընտրություններում հավաքելու է 50+ ձայներ եւ գալու է իշխանության։ Բայց եկեք տեսեք, որ ընտրություններին դեռ 1 տարի ժամանակ կա։ Ու DOG-ը օրեր առաջ հայտարարում է, որ ընտրությանը գնալու դաշինքով։ Սա առնվազն նոնսենս է։ Այդ որ քաղաքական կուսակցությունը գիտակցելով, որ ունի ընտրողների 50+ քվե, կգնա ընտրության դաշինքով։ Հիմա բացատրենք, թե ինչ է իրենից ներկայացնում դաշինքով ընտրությունների գնալը։ DOG-ը 3-4 տարի քրտնաջան հայոյանքներով աշխատած իր ամեն մի քվեն, այլևս մեծածախով հանել է աճուրդի եւ այս օրերին դաշինք բղավելով, հայոյանք առ հայոյանք հավաքած ամեն մի քվեն վաճառում է ապագայի իր դաշինքի անդամներին։ Թե դաշինքի ետևում ով կանգնած կլինի, դա այլևս էական չէ եւ այս բիզնես ծրագրում մենեջերը նշանակել իր փաստաբան Լևոն Բաղդասարյանին, որպիսի վերջինս կազմակերպի այդ լայնամասշտաբ առևտուրը։ Էնպես որ DOG-ին ձայն տվողները պետք է երկար մտածեն, թե ով է կանգնած լինելու DOG-ի հետ դաշինք կազմած կուսակցության ետևում։